63-ամյա Ժորա Ոսկանյանը կարող է դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Ֆրանսիայից նրա զոքանչի անունով ծանրոց է ուղարկվել։ 2013-ի նոյեմբերի 27-ին այն ստանալու է գնացել Ժորայի կինը Անժելա Իգիթյանը, որը ժամեր անց ձերբակալվել է։ Պարզվել է ծանրոցում կա 300 հապսու բոտեքս տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը Հայաստանում թմրամիջոց է համարվում։ Ստիպել են, որպեսզի Ժորա Ոսկանյանը այդ դեղահաբերը վերցնի իր վրա եւ հայտնի, որ դա իրեն է պատկանում եւ իրեն համար է ուղարկված։ Սակայն դրա դիմաց խոստացել են, որ Անժելա Իգիթյանին բաց են թողելու։ Ժորա Ոսկանյանի բարեկամները կարծում են, որ առաջադրված մեղադրանքը շինծու է։ Բարեկամուհին չի բացառում, որ Ժորա Ոսկանյանի նախկինում դատապարտված լինելն է պատճառ դարձել նման մեղադրանքի։ Իսկ բանտից ով որ դուրս է գալիս մեր Հայաստանում, բնականաբար անպայման իր հետևից գնում են, որ ինչ որ չփակված գործեր որ ունեն, անպայման փակեն այդ առումով։ Բայց նման, չգիտեմ, ինչ ասեմ, ստորություն այդ ուղղակի պետքա կանխվի։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Էրիկ Բեգլարյանը միջնորդեց դատարան բերել ծանոթը ուղարկած Արամ Նազարյանին, որը ներկայումս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է։ Իմ կարծիքով ինքը ասելու է ճիշտը, իմ կարծիքով ճիշտը այն է, որ նման բան չի եղել, քանի որ գործով գտնում են, որ դա չի ապացուցվել եւ այս մեղադրանքները բոլորը միայն ու միայն ենթադրությունների հիման վրա է կազմված։ Միջնորդությունը բավարարվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին։ Իդեպ Ժորայի կինը Անժելա Իգիթյանը դատական ծախսերի համար գումար հայթայթելու նպատակով մեկնել է արտագնա աշխատանքի։